Իմն է։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերը եւ ներկա եք մեր մամուլի ասուլիսին։ Մենք ցանկանում ենք այս պահին կատարել մի քանի արձանագրումներ ընտրությունների գործընթացի հետ կապված։ Մինչև այս պահը, գիտեք, Հայաստան Դաշինքը երկու հայտարարություն է արել ընտրությունների վերաբերյալ եւ հիմա որոշ մանրամասներ։ Առաջինը պետք է արձանագրել, որ ընտրությունները սկսելուց առաջ եւ ամբողջ օրվա ընթացքում մինչև այս պահը գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել ընդդիմադիր քաղաքական միավորների եւ մասնավորապես նաեւ Հայաստան Դաշինքի նախընտրական շտաբների պատասխանատուների, ակտիվների, համակիրների նկատմամբ։ Առավոտվանից ձերբակալություններ, մարդկանց տարբեր պատրվակներով, կեղծ հիմար զապիսներով, առանց ոչ մի բանի տանում են հարցաքննության, պահում են մի քանի ժամ, որոշներին բաց են թողում, որոշներին փորձում են մեղադրանքներ վկայի կարգավիճակով, այսինքն նպատակը կազմալուծել, խոչընդոտել, սահմանափակել մեր շտաբների գործունեությունը։ Մի դեպք ընդհանրապես պատմեմ, որ առավոտյան Գյումրիում իրականացրել են խոզարկություն, ձերբակալել են Գյումրիի մեր շտաբների պետերից մեկին, բերել են ԱԱԾ Երևան, հետո տարել են քննչական կոմիտե, ընդեղել են ասես տեղ պետք է չբերեիք ուրիշ տեղ տանեիք, հետո տարել են հակակոռուպցիոն կոմիտե, ընդեղել մի քիչ պահելուց հարցաքննելուց հետո ասել են շփոթել ենք, սխալ մարդ ենք բերեք, կներես տեսություն, այսինքն շտաբի պետին առավոտից բերել են 6 ժամ սաղուժային կառույցներով ու հետո բան։ Այս պահին չնայած Գյումրիից ունենք ձերբակալվածներ։ Նոյեմբերյանում է նույն դեպքերը, հիմնականում որտեղ ունենք ակտիվ նախընտրական շտաբներ, ապօրինի կերպով հարձակվում, ձերբակալում ու համատարած ռեպրեսիաներ։ Երկրորդ արձանագրումը, որ ցանկանում ենք անել, հետևյալն է, ակնհայտ է, որ տեղամասերում ամբողջական վարչական ռեսուրս կիրառելով փորձում են նաև ուղղորդումներ իրականացնել։ Տարբեր տեղերում ունենք նաև այդ դեպքերը, երբ որ փորձում են քաղաքացիներին ուղղորդել, վախեցնել, փորձելով ազդեցություն ունենալ մարդկանց ազատ կամ արտահայտման վրա։ Կան դեպքեր, դուք արդեն ցանցերում կան այդ դեպքերը, կարուսելի շատ հստակ դեպքեր, երբ որ քաղաքացին տեղամաս է մտնում ըստ էության ծրարով եւ 16 համարի քվեաթերթիկը մեջը դրած։ Նաեւ քվեախցիկներում արձանագրել ենք ծրարներ, դա ենթադրում է, որ այսինքն քաղաքացին չէր կարա դուրս գար քվեախցիկից առանց ծրարի, եթե իր մոտ չլիներ այդ ծրարը։ Այսինքն այս դեպքերը եւս կա ու դեպքեր, երբ որ տեսնում եք, որ փորձում են մեր կամ ընդդիմադիր այլ միավորների քվեաթերթիկները դուրս բերել, որպեսզի իշխանությանը ցույց տան, որ կատարել է նրանց հրահանգները։ Չնայած այս ամեն ինչին, քաղաքացիների այս ծավալի մասնակցությունը փաստում է հետևյալը, որ իշխանությունը անզոր է իր վարչական ռեսուրսներով, այս ամեն ինչով իր վերարտադրությունը ապահովել։ Մենք գնահատում ենք այս մեծ ծավալի մասնակցությունը մեր հայրենակիցների շատ բարձր, շատ անհրաժեշտ եւ արդից օգտվելով, եթե նկատել եք 150,000 մարդ, այսօր ժամը 2-ի տվյալներով ավել մարդ է մասնակցել, բայց մեծամասնությունը Հայաստանի մարզերից են, արդից օգտվելով նաեւ կոչ ենք անում մեր Երևանի հայրենակիցներին, իրենք եւս լինեն ակտիվ, դեռ 3 ժամ կա ընտրություններին եւ ակտիվորեն մասնակցեն ընտրություններին։ Քիչ առաջ նաեւ ԿՊԱ-ականները շարունակում են իրենց հակաքարոզությունը ասուլիսեին հրավիրել, էլի մեծ ճոռոմ խոսելը, սա գնահատում ենք իրենց այդ փրփուրներից կախվելու վերջին հնարավորությունները։ Ընտրակաշառք բաժանողներ են իրենք, վարչական ընտրական հանցագործներ են իրենք ու դրա համար կան բազմաթիվ փաստեր, սկսած որ ընտրություններից առաջ համատարած պարտքավճար են բաժանում ուժային կառույցներից, վերջացրած նաև տարբեր տեղերից լուրեր կան, որ նաև քեշով փորձում են ընտրակաշառք բաժանել։ Այս ամեն ինչը մենք ուսումնասիրում ենք, սրամասնել համապատասխան արձագանքներով հանդես կգանք։ Հիմա ես խոսքը փոխանցեմ Արծվիկին Մինասյան, որոշ իրավական հարցերի մասին ասի ու անցնենք, խնդրեմ, կարող է, բայց տեղերով փոխվեք դուք։ Հարգելի գործընկերներ, արդեն
Իշխան Սարհատելյան ներկայացրեց մի քանի ընդհանուր ուղղությունները, քվեարկելու իրավունքի խոչընդոտման բազմաթիվ դեպքեր, այդ թվում իրավապահ մարմինների կողմից, երբ որ թե բերման ենթարկելու, թե ապօրինի ձերբակալում իրականացնելու մինչև այս պահն էլ բազմաթիվ անձինք, քաղաքացիներ գտնվում են իրավապահ մարմիններում, առանց նույնիսկ նրանց որևէ կոնկրետ իրավախախտման մեջ մեղադրանք ներկայացնելու։ Ոստիկանության անձնագրային բաժիններն են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել, հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով հանդերձ չունեն հաշվառման կոնկրետ հասցե եւ նրանց կամ չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկանքը, ձգձգում են կամ ուղղորդում են, որ գնան դատարաններ։ Այստեղ գալիս է նաև դատարանների գործողությունները կամ անգործությունը, երբ որ դատարանները պարզապես կամ հրաժարվում են ընդունել նման դիմումները, կամ փորձում են տարբեր պատրվակով ձգձգել։ Այդպիսի կոնկրետ դեպք քիչ առաջ էլ տեղի ունեցավ, երբ Հոսեփ Աբեդյանը Իրանից առավոտվանից չի կարողանում իր քվեարկելու իրավունքը իրացնի։ Ոստիկանությունից, անձնագրային բաժնից ասում են, մենք չենք կարող տալ ձեզ համապատասխան փաստաթուղթ, գրավոր մերժում են, այդ գրավոր մերժումը փորձում ենք դատական կարգով բողոքարկել, դատարանները հրաժարվում են ընդունել։ 2-3 փորձից հետո մի կերպ կարողացել ենք մուտք անել, դե պատկերացրեք, մնացել են ընդամենը մի քանի ժամ, դա էլ հավանային հավանականությամբ այդ ժամով պայմանավորված կձգեն եւ մարդը կզրկվի իր իրավունքից։ Մյուս կարևոր խնդիրը, խոշոր մասշտաբի խնդիրը արցախահայերի հարցն է, որ այդպես էլ հստակ ու ռեալ խոչընդոտներ ստեղծեցին արցախցիների քվեարկության հարցով։ Հանձնաժողովներն են առանձին դրվագներում, դեպքերում ուղղակի հանդես գալիս քվեարկելու իրավունքի խոչընդոտման դիրքերից, երբ նույնիսկ այն տեղեկանքները, որոնք ոստիկանությունից մի կերպ հնարավոր է լինում վերցնել, պարզապես հրաժարվում են այդ տեղեկանքներով, լրացուցիչ ցուցակներով մարդկանց քվեարկության թողել։ Իհարկե մենք օպերատիվ աշխատում ենք նաև կենտրոնական տրական հանձնաժողովի հետ, կենտրոնական տրական հանձնաժողովը մի քանի դրվագներով օպերատիվ արձագանքել է, բայց այս մասսայականությունը այնքան շատ է, որ պարզապես հնարավոր չի լինում մարդկանց այս իրավունքները ամբողջությամբ եւ լիարժեք ապահովել դրանց իրացումը։ Մենք արձանագրել ենք բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր, ուղղորդվող կամ վերահսկելի քվեարկության բազմաթիվ դեպքեր, այս առնչությամբ նաև հաղորդումներ ենք ներկայացրել թե կենտրոնական տրական հանձնաժողով եւ թե հատկապես դատախազություն, այս պահի դրությամբ դեռևս արձագանք չունենք դատախազությունից։ Ուզում եմ նաև մի կարևոր դեպքի մասին էլ ասել, Դեբետավան բնակավայրում այս պահի դրությամբ 2 հոգի բերման են ենթարկվել, մեկի նկատմամբ մեղադրանք է ներկայացված, մյուսին տևական ժամանակ արձագանքելուց հետո բաց են թողել, բայց հիմա այս պահին էլ Դեբետավան գյուղում հսկում են ազգային անվտանգության ծառայության եւ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ խմբերը, որպեսզի միանգամից բերման ենթարկեն, բռնեն, բերման ենթարկեն այն քաղաքացիներին, ովքեր որ Հայաստան դաշինքի աջակիցներ են կամ քարոզիչներ են եղել եւ են։ Սրանք հաստատված փաստեր են։ Եվ հիմա էլ հսկողություն է սահմանված այնտեղ մեքենաներով, որպեսզի ստեղծեն այսպես կոչված մի վիճակ, որ մարդիկ հենց դուրս կան գնան քվեարկության, միանգամից իրականացնեն իրենց ապօրինի գործողությունը։ Ամփոփելով արձանագրեմ, որ տեղեկատվական տերորի միջավայր է ստեղծել իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսի հստակ չարաշահում է արձանագրվում մեր կողմից, ավելին նաև քարոզչական արգելված քարոզչական հնարքի խախտումներ է արձանագրվում նաև մեր կողմից, կարող եք ասել, որ այս ասուլիսն էլ է դրա շրջանակներում, սա նախ ի պատասխան է ՔՊ-ի
հրավիրած ասուլիսին եւ որևէ մեկի մտքով թող չանցնի, որ իրենք կարող են օրենքը այսպես ոտնահարելով տեղեկատվական ծանր վիճակի մեջ դնել մեր հանրությանը։ Իրենք այս պահի դրությամբ էլ կատարում են հստակ քրեորեն պատժելի ենթադրյալ հանցագործություններ, որոնք հետագայում պետք է արժանանան իրավական կոնկրետ գնահատականի։ Այս պահին այս կանը։ Մի վարքյան Ավարտենք, հետո հարցեր կտակ, սիրելի հայրենակիցներ, շատ կարճ մի քանի դիտարկում առավոտվանից